Դերասան Տիգրան Նալչաջյանը հրապարակել է այս տեսանյութը, որտեղ երևում է ինչպես է անձը գողություն կատարում նրա մեքենայից։ Նա հայտնել է, որ անմիջապես դիմել է ոստիկանություն։ Օրեր անց գողը վերադարձրել է դրամապանակը, տանելով 50,000 դրամ ու նվիրելով կրակայրիչ։ Այդ մասին հայտնել է օգտատերը։ Ողջույն սիրելի մարդիկ, երեկվանից բոլորդ էլ արդեն գիտեք, որ մեքենայի դուռը բացել են, իմ պայուսակը գողացել են եւ քիչ առաջ ինձ զանգեցին Տիգրան Մեծի վրա մի խանութից, բուտկա խանութ էր, շատ լավ մարդիկ էին, իրենք ուրեմն գտել էին իմ պայուսակը, որը որ բերել թողել էին իրենց խանութի վրա։ Եվ այս խանութի կենցաղ խանութի միջոցով, որի կլիենտը ես եմ, ուստեղ հեռախոսահամար ունեն, ինձ փոխանցեցին, որ քո պայուսակը գտել են։ Ուրեմն տեսնենք ինչա գողը տարել ու ինչա թողել։ Դե արդեն ասել էի, մոտ 50,000 դրամ գումար կար մեջը, որ պիտի բեռնատարի վարորդին վճարեի, հնդիկներին վճարեի ու մնացած ծախսերս անեի, որտեղ այդ օրը տենց ապրանքի տեղափոխման գործողության մեջ էի, բայց ամենակարևորը ասեմ, որ իմ բոլոր փաստաթղթերն ու բանկի քարտերը կան։ Պատկերացրեք ինչ գլխացավանք կլներ նորից Prava ID քարտ, մեքենայի ցեխանձնագիր, նման բաներ նորից հանելը, այնպես որ սրանք կան, շատ լավ է։ Ես տեղ ունեմ ահագին խանութներ, որ օգտվում են կուտակային քարտեր, որոնց մեջ կա գումար, դրանք նույնպես տեղում են։ Գումարը դե բնականաբար այդ 50,000 դրամի չափով գումարը չկա, ստեղեր ինքը, այս իմ դրամապանակն է։ Սա իմ բանալիների ու կոպեկների դրամապանակն է, կոպեկներից մնացել ահագին կոպեկ կար, երևի 1000 դրամից ավել։ Ուտեից մնացել է 70 դրամ, չգիտեմ ինչի ասա որոշել ինձ թողնի, ես սրանով ինչ եմ անելու էլի։ Եվ բանալի։ Մյուս բանալից նույնպես կա, ամենակարևորը մեքենայից միակ բանալին կա։ Ես ուղղակի իմ հեռախոսի մեջ ունեմ բանալուն փոխարինող ծրագիր, դրա համար կարողացել էի, հետո մեքենաս տեղում չէր մնացել, այնտեղ քշել էի, գնացել էի։ Բայց եթե օրինակ այդ ծրագիրը չլներ, իմ մեքենան ուղղակի սենց կանգնած էր մնալու Սևանի տրասայի վրա։ Սրանք ասեցի, անձեռոցի կա թողել, չի տարել ու իր զաժիգալկաներից մեկը նվիրել է ինձ։ Մի հատ ես ունեի, մի հատ էլ ինքը նվիրել է, այսինքն թողել է պայուսակի մեջ։ Այն շուրթերը, որ չորանում են, որ քսում եք այդ պամադաներից, այս սա պահում եմ, որտեղ այդ խնդիրը ունեմ չորանալու շուրթերի, դրա համար սրանից ունեի, սա հուսամ չի քսել իրան, կզզվեմ։ Ու թզբեհը սա գողացել, շատ լավ թզբեհ ունեի, ոչ որպես գողական ենթամշակույթ էլ, ուղղակի ես սիրում էի մեկ-մեկ սենց երբ որ զբաղմունք էր պետք ձեռքին, որ դա լիներ։ Եվ թանգանոց գրիչ ունեի, դա է գողացել է ուրեմն ծիկտակը, նոր էի առել, մեջը լիքը ծիկտակ, ծամոններս, որից մի հատն էի ծամել, էդ էլ է գողացել եւ կանֆետներ ունեի, դրանք էլ կերել է։ Հալվող կանֆետներ չէին էլի, պարզայի շոկին ավտոյի մեջ կանֆետ տենց չես պայի, շոկոլադ չէր, բան չէր, այն բաներից էր, վիտամին C կանֆետներից էր։ Եվ հաջորդը ասեմ, այդ խանութին հատուկ շնորհակալություն եմ ուզում ասել Գագոդյադյային եւ Տիկնոջը խանութում աշխատող, չգիտեմ իր կինն էր երևի։ Ես փորձեցի որպես շնորհակալություն դրամական նվեր տալ, իրանք կտրականապես մերժեցին, հակառակը ինձ սուրճ հյուրասիրեցին սառը, որի կարիքը ես պահին շատ ունեի, ես էլ իրանցից գնեցի արաբիկա սուրճ, որ գնամ տուն ու խմեմ, այսքան բան, բայց գողը պիտի բռնվի։